Ծիրանի բերքահավաքն արդեն մեկնարկել է, 5-րդ օրն է Արարատյան դաշտի գյուղացին այգիներից տուն չի գնում։ Թեև գարնան սրտահարությունը զգալիորեն վնասեց Ծիրանի բերքը, բայց գյուղական մի քանի համայնքներում որոշակի քանակություն հաջողվեց փրկել։ Հացիկցի այգեգործ Վահան Ներսիսյանի սպասելիքներն իր այգուց այնքան էլ մեծ չեն։ Նախորդ տարվա համեմատ հավաքած բերքն այս տարի հազիվ էլ 10% լինի։ Անցած տարի ստացել ենք մոտ 15 տոննա, ընդամենը մի հեկտարից։ Այս տարի վայթե մի 2 տոննա ետելնի քար կտրակի։ Հացիկ համայնքի 400 հեկտար Ծիրանի այգիներից անցած տարի ավելի քան 2000 տոննա բերք է հավաքվել, իսկ այս տարի 400 տոննան չի գերազանցի։ Ու թեև Ծիրանի բերքը սակավ է, բայց շատ առողջ եւ ապրանքային որակյալ տեսքով։ Գյուղացիները բերքահավաքից սկսած միջև առաքում աշխատանքները կազմակերպում են տեղում։ Ամենահայկական միտքը հենց այգում էլ տեսակավորում, հատիկ-հատիկ շարում են արկղերի մեջ Ռուսաստան արտահանելու համար։ Կընտրում ենք ամենագեղեցիկները, որպեսզի սիրուն գեղեցիկ շարենք, լավ վաճառվի։ Արտահանման գինը չնայած Ծիրանի սակավությանը անցած տարվա համեմատ չի փոխվել։ 1 կիլոգրամի դիմաց 500 դրամը արտահանողները բացատրում են դրամի նկատմամբ ռուսական ռուբլու ոչ կայուն կուրսով։ Առաջին օրն 500 դրամով անցնում ենք, հայտնի չի, հետո գինը ինչքան կլինի։ Ամենայն դեպս 500 դրամը ես գտնում եմ, որ ցածր գին է։ Հետո դժգոհ են 500 դրամով Ծիրան տանող ծախողը դժգոհ կլինի։ Ասենք գյուղացի ես էլի, այսօր բախտավիճակում ես պարտիկ ունեցել են Ծիրան 500 դրամով խիպտի դժգոհ ունեն։ Տեղական շուկայի համար հացիկցիները Ծիրան չունեն, ամբողջը ռուսաստանցի սպառողի համար է։ Անուշահամ պտղով բեռնված արկղերը մինչև Ռուսաստան կհասնեն, մի որոշ ժամանակ կպահեստավորվեն սառնարաններում։ Մենք տեղափոխում ենք սառնարան։ Սառնարանից նոր բարձում ենք ֆուրերը, նորի սառնարանների վիճակով արտահանում են Ռուսաստան։ Մինչև անցած տարի միրգն անկորուստ պահեստավորելը լուրջ խնդիր էր հացիկի եւ հարակից գյուղերի այգեգործների համար։ Այս տարի այդ խնդիրը լուծվել է։ Հացիկում վերաբացվել է սառնարանային տնտեսության մի հատվածը։ Տնտեսության 500 տոննա տարողությամբ շենքը, որ հետխորհրդային շրջանում սեփականաշնորհվել եւ մատնվել էր անգործության, համայնքի ղեկավարի ջանքերով կրկին բացել է դռները, բայց առայժմ մեկ սառնարանային խցիկով։ Եթե կարողանանք գալող տարի միադել ունենք 200 տոննանոց, այդ մասն էլ վերանորոգենք, ահագին օգուտ կտանք գյուղացիներին, որովհետև Ծիրանն այն մթերքն է, այն միրգն է, որ շուտ է փչանում, եթե կարողանան ժամանակին հավաքեն եւ տեղավորեն սառնարան, գյուղացին կօգտվի։ 150 տոննա տարողությամբ այս խցիկը փրկություն է ֆերմերային այն տնտեսությունների համար, որոնք մեծաքանակ բերք են աճեցնում, բայց պահեստավորելու պայմաններ չունեն։ Հայկուշ Ասլանյան, Հարություն Սահակյան, Առաջին ալիք։